Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում օրենաչափն է։ Ինչպիսի գործողություններ է իրավասու կատարել նոտարը, ինչ ծառայություններ է մատուցում։ Ցանկը մեծ է։ Այս թողարկման շրջանակում կփորձեմ ներկայացնել հիմնական շրջանակը։ Նոտարիատի մասին օրենքի համաձայն նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները։ Վավերացնում է գործարքներ։ Պարզ ասած, նոտարը վավերացնում է պայմանագրեր, օրինակ, առուվաճառքի, փոխառության, նվիրատվության եւ այլն։ Վավերացնում է կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն։ Նոտարը տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր, այսինքն քաղաքացու մահվան դեպքում նրա գույքի տնօրինման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ժառանգներին տալիս է վկայագրեր, որոնք հիմք են հետագայում ժառանգված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետական մարմիններում գրանցելու համար, օրինակ անշարժ գույք, ավտոմեքենա եւ այլն։ Նոտարը տալիս է նաև ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր։ Ենթադրենք առկա է առանձնատուն կամ հողամաս, որի սեփականատերը հանդիսանում են 2 կամ ավելի անձինք։ Տվյալ անձանց կողմից գույքը բաժանելու համաձայնության առկայության դեպքում նոտարը տրամադրում է սեփականության իրավունքի վկայագրեր, որոնք հիմք են արդեն առանձնացված գույքերը որպես առանձին գույքային միավոր կադաստրի կոմիտեում գրանցելու համար։ Այսինքն նշված իրավիճակում առանց դատարան դիմելու համասեփականատերերը կարող են բաժանել գույքը եւ ձեռք բերել սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր։ Նոտարի ևս մի գործողություն։ Ժառանգական գույքի պահպանության համար միջոցների ձեռնարկում։ Ժառանգական գույքը պահպանելու եւ կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակարարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա։ Իհարկե դա պետք է հիմնավորված լինի, օրինակ, պայմանավորված լինի գույքի պահպանման եւ կառավարման հրատապության։ Ժառանգությունը պահպանելու զանգվածը պարզելու եւ կառավարելու ծախսերը հատուցում է դիմումատուն։ Նոտարը նաև վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը։ Իսկ որ փաստաթղթերի պատճենների իսկությունն է նոտարն իրավասու վավերացնել։ Նոտարը վավերացնում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց կողմից տրված եւ ստորագրված կամ ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների համապատասխանությունը բնօրինակին։ Սակայն հարկ է նշել, որ ֆիզիկական անձի կողմից տրված փաստաթղթի, օրինակ հայտարարության, լիազորագրի եւ այլնի պատճենի իսկությունը նոտարը վավերացնում է այն դեպքում, եթե փաստաթղթի վրա եղած ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը վավերացրել է նոտարը։ Պատճենը պետք է համապատասխանի բնօրինակին, ուղղագրության, կետադրության, բառերի կրճատման առումով, այսինքն ամբողջությամբ պետք է համապատասխանի բնօրինակին։ Շատ կարևոր մի բան, որ պետք է իմանան մեր քաղաքացիները, դա այն է, որ նոտարը վավերացնելով փաստաթղթի պատճենի իսկությունը չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի պատճենը համապատասխանում է բնօրինակին։ Իրականում հաճախ սխալ կարծիք կա, որ եթե տվյալ փաստաթղթի պատճենը հաստատված է նոտարի կողմից, ուրեմն դրանում նշված տեղեկատվությունը ևս հավաստի է, սակայն ինչպես մեկնաբանեցինք, դա այդպես չէ։ Նոտարի իրավասության շրջանակում է նաև փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացումը։ Պետք է իմանալ, որ նոտարը վավերացնում է միայն այն փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ։ Այս դեպքում ևս նոտարը վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ միայն հաստատում է, որ ստորագրությունը դրել է կոնկրետ անձ, օրինակ, քաղաքացու կողմից արվող որևէ գրավոր հայտարարություն։ Նոտարը վավերացնում է նաև փաստաթղթերի թարգմանության իսկությունը, հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը։ Նոտարը կարող է հաստատել, որ անձը ողջ է, եթե նա անձամբ ներկայացել է նոտարին։
կամ նրա մոտ անձամբ գնացել է նոտարը։ Նոտարը ստուգում է անձի ինքնությունը եւ հաստատում նրա ողջ լինելու փաստը։ Անձի ողջ լինելու փաստը հաստատող փաստաթղթում նշվում են անձի ազգանունը, անունը եւ հայրանունը, նրա ծննդյան տարին, ամիսը, օրը, վայրը, բնակության վայրը, փաստի հաստատման տարին, ամիսը, օրը, ժամը, անձի գտնվելու վայրը, նաեւ օրենքով նախատեսված այլ տեղեկություններ։ Նոտարը կարող է հաստատել նաեւ քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստը եւ տալ դրա վերաբերյալ վկայագիր։ Նոտարը կարող է նաև հաստատել լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը։ Նոտարիատի մասին օրենքի համաձայն նոտարն իրականացնում է նաև հետևյալ նոտարական գործողությունները։ Հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը, ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների։ Դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամ կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր եւ տալիս է վկայագիր։ Ի պահ է ընդունում փաստաթղթեր, ապահովում է ապացույցներ, վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը։ Հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը։ Նոտարը տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր։ Բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարվում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը։ Վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը։ Ապացույցների ապահովման գործառույթը պրակտիկայում հատկապես կիրառվում է սոցիալական ցանցերում, սոցիալական այլ հարթակներում, ինտերնետում առկա հրապարակումը կամ էջը որպես ապացույց ապահովելու համար։ Օրինակ, հրապարակում կատարած անձը այն կարող է հեռացնել սոցիալական ցանցից, այլ կերպ ասած վերացնել ապացույցը, մինչդեռ եթե նոտարի կողմից այն արտատպվել է եւ հաստատվել, ապա ստանում է ապացույցի ուժ եւ եթե նույնիսկ հեղինակն այն հեռացնի, դատարանն այն կդիտարկի որպես ապացույց։ Նոտարը նաեւ կարող է տալ կատարողական մակագրության թերթ։ Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի վավերացված գործարքից բխող գումար վճարելու կամ գույք, փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում։ Կարող է նաև արձակել գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն։ Նշված գործառույթը նոտարներին վերապահվել է 2023 թվականի նոյեմբերից։ Ինչ պահանջների բավարարման դեպքում է նոտարն արձակում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն։ Նախ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գումարի չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 2000 պատիկը, այսինքն մինչև 2 միլիոն դրամը։ Տուժանքը, տուգանք, տուժ, տոկոսներ եւ այլն վճարները ներառյալ։ Բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում նոտարին կարող են ներկայացնել միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, նաև էներգետիկայի, էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման, ջրային եւ հեռահաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ Նոտարը կարող է տալ նաև նոտարական ակտերի կրկնօրինակներ և հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր։ Վերջինիս հետ կարծում եմ առնչվել եք շատերդ, պայմանավորված անձնագրերում, ծննդյան վկայականներում, անունների սխալ կամ թերի արտացոլման հետ։ Նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը։ Անձանց ազգակցական հարաբերությունները, անձի ուրիշի խնամքի տակ լինելը, ծննդյան, որդեգրման, դստերագրման, ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը, անձի որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են, մահվան գրանցումը, ժառանգություն ընդունելը եւ կամ ժառանգության բացման վայրը։
դժբախտ պատահարը, իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի, սեփականության իրավունքով գույքի տիրապետումը, անհաղթահարելի ուժի առկայությունը, անձանց բանավոր հայտարարությունները։ Կարող է հաստատել նաև այլ օրենքներով նախատեսված դեպքերում հիշյալ ցանկում չընդգրկված իրավաբանական փաստեր։ Անհրաժեշտ է նշել, որ նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը, օրինակ, անհրաժեշտություն է առաջացել հաստատել անձանց ամուսնության փաստը։ Նախ պետք է մինչև նոտարին դիմելը փորձի այլ մարմիններ դիմելու միջոցով, օրինակ, քգակ դիմելու, ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը ամուսնության մասին եւ միայն դրա անհնարինության դեպքում իրավունք ձեռք կբերի դիմելու նոտարին։ Հավելեմ նաև, որ նոտարական գործողությունների այս ցանկը սպառիչ չէ եւ նոտարը կարող է իրականացնել օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ։ Եվ եւս մեկ հավելում, նոտարական գործարքների դեպքում պետտուրքի գումարը հաստատում է կառավարությունը, իսկ նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը որոշում է նոտարը օրենքով սահմանված կարգով։ Վերոնշյալ վճարները գանձվում են նոտարի սահմանված կարգով եւ ժամկետներում։ Հարգելինես, այսօրվա համար նախատեսել է այսքանը, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը, օրինաչափի թողարկումները բաց չթողնելու համար, մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները, կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media եթերում։